միջոցի, որ այդ դեպքը որտեղ կապավ է։ Բայց նախաքննության փուլումը իրենք գիտեն գործնական կապը։ Այսինքն այս ամբողջը պարզ է։ Հիմա դատանի ոչ միայն որ չի պարզվել, այլ հնարավոր չի պարզվել։ Այս հանգամանքը դատանը ընդհանրապես անտեսել է, որովհետև ուշադրության չի արձանագրել։ Ակնհայտ է, եթե գալիս ենք հետևության, որ որևէ բան հնարավոր չի եղել պարզել, ապա դա նշանակում է, որ այն պարզելիությամբ հաստատապես ինչ-որ գործողություններ, ավելի բոլոր հնարավոր գործողությունները կատարվել են, սակայն հնարավոր չի եղել պարզել։ Դատանն այս մասով ընդհանրապես ոչինչ չի հայտնել, որպես կայացած արձանագրային որոշման հիմնավորում, դրա մասին որևէ նշում չկա նաև դատավճիռ։ Հաջորդը, մի պահ պայմանականորեն ընդունում ենք, որ դատանը ճիշտ էր իրային հետևությունների հարցում, թե իբրև կարող է մեղադրական եզրակացության ուսումնասիրության առերևույթության մակարդակում որոշել, որ առևտրական անդրադառնալը պարզ չի եւ այլն։ Համարենք, իրավաբանության մեջ նման բան կա, դատանը մեղադրական եզրակացությունը պետք է նայել ու տեսնում, այնտեղ չկա գրած, պարզ չի, ասում է այսպես է։ Այս դեպքում հատուկ ուշադրության է արժանի օրենսգրքի 314 հոդվածը, որի համաձայն, եթե նախնական դատալսումների ընթացքում դատանը պարզում է, որ վարույթ իրեն ընդդակյա չէ, ապա որոշում է կայացնում այն ըստ ընդդատության փոխանցելու մասին, նշելով նման որոշման իրավական հիմքերը եւ այն դատանը, որին ուղղակի է վարվում։ Այս առումով հենց նախնական դատալսումների ընթացքում պաշտպանության կողմը դատանի ներկայացել չափ քեմիկալ սպրգելության, գալակտիկի ներկայացության 04-2025 թվականությունը, որտեղ գրված է, մեջբերում է։ Ի պատասխան ձեր 04-25 թվականի գրության հայտնում ենք, որ 2024 թվականի փետրվարի 3-ի իշխանությունը փոխելու 3 տարբերակ կա, 3-ն էլ անհնար է, միակ բրկությունը հասկանալ, որ հիվանդ ենք, վերնագրով տեսանյութը նկարահանվել է Գյումրի քաղաքում։ Իսկ մյուսը լրատվական վերլուծական գործակալության կողմից 12-25 թվական տրված գրությամբ հայտնվել է հետևյալը։ Ի պատասխան ձեր օգոստոսի 11-ի հարցմանը տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունիսի 21-ի լրատվություն կարգավորությունների պատճառը կուսակցության օգտախախտերն է եղել, Միքայել Սրբազան վերնագրով տեսանյութը նկարահանվել է Գյումրի քաղաքում հայ առաքելական եկեղեցու շիրակիրների առաջնորդարանում։ Նշվածից ելնելով, կրկին հերետորական հարցեր են հնչեցրել, եթե անգամ միջնադարական վարույթում հնարավոր չի եղել պարզել ենթադրյալ հանցանքի կատարման փայլը։ Նախնական դատալսումների ընթացքում վերնշված փաստաթղթերի իմանալով դատանը պարզեց, որ դրանք կատարվել են Գյումրի քաղաքում, թե չպարզեց։ Ի վերջո իր համարը պարզեց, թե չէ։ Եթե պարզեց, ապա ինչու չղեկավարվեց իր համար պարտադիր իրավական նորմերը, որ գործը չուղարկեց ըստ ընդդատության։ Այլև որ անօրինական կարգով այն պահեցի վարույթում, որպեսզի անձամբ լինի այն։ Ինչ շահագրգռվածություն ունի նախագահ դատավորը այս հարցում։ Ինչպես արդեն նշվել է, ընդդատության կանոնների խախտումը հանգեցնում է ամբողջ դատաքննության անօրինականության, իսկ անօրինական դատաքննության արդյունքում որևէ մեկը չի կարող մեղավոր ճանաչել հանցանքական տարելու համար։ Հենց այս ակնհայտ խախտումները թույլ տալու պատճառով պաշտպանության կողմի մոտ օբյեկտիվ եւ հիմնավոր կասկածներ առաջացան, որ նախագահ դատավորն ինչ-ինչ հանգամանքներով, դա կլինի վախ, կաշկանդվածություն, հազվարարություն, թշնաման եւ այլ հանգամանքներ, համահարուսմունքներ, պայմանավորված հատուկ ցանկանում է, որ սույն գործը շարունակի մնալ իր վարույթում եւ ինքը քնի այն, ինչի հետ է կապված նրան բացարձակեցին, որը սակայն դատանը մերժեց այն հիմնավորման, թե իբրև դատանի կողմից կայացած որոշումները չեն կարող դերել բացարձակել։ Այսինքն այս ընդդատության հետ կապված հարցը, որ ինքը ակն է սխալացում, սա մենք որ տեսնում ենք, որ հատուկ ուզում է պահել իր վարույթում գործը, մենք սա չենք կարող բացարձակել ինքնուրույն դատանանքը։ Այնինչ եվրոպական դատարանի հենց կոնկրետ մոտեցումներից եւ դատարանների խախտերի կոնկրետ մոտեցումները նրա մասին է, որ եթե պարզ է դառնում է դա օբյեկտիվ չափանիշի ներողություն, սուբյեկտիվ չափանիշի վերլուծության համար է, երբ որ տեսնում ես, որ դատարանը այնպիսի գործողություններ է անում, որը ուղղված է գործի վարույթին պահելու, սա արդեն իսկ կոնկրետ սուբյեկտիվ կանխավարկածի մասին է խոսում եւ այս դեպքում բացակի հիմք է։ Այս էլ կոնկրետ այս գործողությունն է, որը պահում է վարույթում, որ մենք սա ոչ չգիտենք, բայց ընդ որում ցանկանում ենք ընդգծել, որ եվրոպական դատարան նշել է, տեսեք, որ դատավարության մասնակցի տպավորությունը օբյեկտիվ կանխապահության վերաբերյալ պետք է առաջացնի իրավական հետևանք անկախ ստուգի էական չէ, թե արդյոք դատավորի մոտ իրականում բացակայել է կանխականությունը, այդ իմաստով բողոքաբերը պարտավոր չափածել կանխականության փաստացի արկայությունը։ Որոշիչ այն հանգամանքը, թե արդյոք այդ մտավախությունը կարող է օբյեկտիվորեն արդարացված համարվել։ Հատուկ ցանկանում ենք նշել, որ այս բոլոր հիմնավորումների մատնանշման պաշտպանության կողմը եզրափակիչ ելույթում հատուկ միջնորդել է այս հիմքով,
Քրեական օրենսգրքի 422 կոդված երկրորդ մասի երկրորդ կետով առաջադրված մեղադրանքում հրճակել Միգրացիայի բաժանի անելիքն է կայացնել արտարացման վերջին։ Ըստ որում պաշտպանության կողմը վստահ է, որ դատանը չի կարողանալու հերքել այս անվիճելի հիմնավորումները, ուստի գրավոր ներկայացած եզրափակիչ ելույթում այս մասով հաստատ նշել ենք նաև հետևյալը։ Եվ քանի որ ընդդիմության կանոնների խախտման վերաբերյալ այս փաստարկները հետքով որևէ պատճառաբանություն դեռևս չեք նշել, եւ քանի որ վստահ ենք, որ դատանը փորձելու է խուսափել այդ հանգամանքների խորությամբ անդրադառնալուց, քանի որ կերպ չի կարող հետևել դրան, ուստի կրկին հատուկ ընդգծում ենք, որ այս փաստարկներից յուրաքանչյուրը պատճառաբանված կերպով դատանի կողմից չհերքել է, դիտարկվելու որպես հաղթահարություն իրականացումից խուսափում, իսկ նման պայմաններում կայացած մեղադրական վերդիկներ լինելու արդյունք անարտադրական փակ, կազը այս փաստերը շատ ակնհայտ են եւ բացահայտ ներկայացել են դատարանում։ Որպես դատանի կողմից թույլ տրված հերթական գործառույթի խախտում արձանագրել է, որ դատան այս միջնորդության այդպես չի քննարկել, այլ դրա փոխարեն ինչպես է պաշտպանության կողմը կանխատեսել իր դատավճռում նշել է ընդհանուր հետևյալը։ Ինչպես նշեցի, պաշտպանության կողմի իր փաստարկներին անդրադարձել են արձանագրել որոշումներին, հետևաբար հիմա չեմ անդրադառնում հակառակի մասի կնդիրները վերաքննիչ արձանի դիտման հարցը։ Տեսեք, որպեսզի ընդգծեմ, այն հարցերը դատության հետ կապված ներկայացրեցին, ուրեմն դատաքննության ընթացքում դատան դրանից որը ոչինչ չի անդրադարձել։ Միակ բանը, որ ինքը ասել է, իր պատկերացման նախաձեռնության ժամանակ չի բացահայտվել հանցանքի կատարման բանը, հետևաբար ինքը պետք է քննի։ Բայց երբ որ մենք ասում ենք, որ բացահայտված է, երբ որ դատախազը ասում է, որ բացահայտված է, երբ որ մենք ասում ենք, եթե նույնիսկ չէ բացահայտել նախնական դատարկությունների ժամանակ բացահայտեցի պետք է ուղարկել, մի նախադասություն չկա, որ դատանը բազաբանած լինի, ինքը դրա մասին հանրապես ինչ անհատական։ Որտեղ բան չուներ ասել, դրանից խուսափել ասում արդեն անդրադարձել են, եթե չէ վերաքննիչի կողմից։ Հիմա ձեր դաշտում է դիտարկել արդյոք դատանը ասել որևէ պատճառաբանություն նշեց թե չէ, ինչ է նշել է հնարավոր թե չէ։ Ուրեմն այս համատեքստում նաև անկախ եւ անաչափ դատանի մասին խոսենք, դատանը սակայն այդ անհիմն հիմնավորումներից եւ ընդդիմության կանոնների կողմից խախտման քրեական գործի բարություն թողնելու եւ քննելու շարունակությունից ելնելով է գրավոր բացակայության արտադրյալ դատարանը։ Խոսքը գնում է հենց անկախ եւ անաչափ դատարանի մասին, ինչ վերաբերում է անաչափության պահանջին, ապա անաչափության բացակայությունը արտադրություն ստուգում է երկու տարբեր չափանիշներով, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ կանխատեսության չափանիշներով։ Եթե առաջինը վերաբերում է դատավորի անձնական փառքագծին, որը կարող է դատավորության մասնակցությունը ստեղծել տպավորությունը դատավորական աչար չէ, ապա երկրորդը օբյեկտիվ կանխատեսության թեստը ենթադրում է, որ այն ժամանակ, երբ որոշվում է թե արդյոք տվյալ դեպքում առկա է որևէ կոնկրետ դատավորի մոտ կանխորոշական բացակայության մասին մտավախություն ունենալու որևէ իրավականին, տվյալ տեսակետը կարևոր է, բայց ոչ որոշիչ։ Որոշիչ է այն հանգամանքը, թե արդյոք այդ մտավախությունը կարող է համարվել օբյեկտիվորեն արտահայտված։ Ես որոշ այստեղ ձևակերպում եմ բաց կտորը ժամանակը խնայելու համար, բայց հետևյալի վրա կանդրադառնամ։ Ուրեմն եվրոպական դատանը Կիպիանով Կիպրոսի գործով արձանագրել է, որ սուբյեկտիվ թեստ իրավունքից դատանը հետևողականորեն իր որոշումը արտահայտել, որ առկա է դատավորի անձնական կանաչաբանության կանխավարկածը, քանի դեռ հակառակի ապացույց ներկայացված չէ։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է անաչաբանության բացակայությունն ապացուցվում, եթե օրինակ ուշադրություն է դարձնում, թե արդյոք դատավորը թշնամանք կամ անբարյացականություն է դրսևորել, կամ ուշադրություն, արդյոք այնպես է դրսևորել, որ իր անձնական նկատառումներից ելնելով տվյալ գործը հայտնվի իր վարույթում, ինչի մասին մենք հիմա խոսում ենք։ Սա հատուկ հարց է, թե արդյոք կա այդպիսի փաստեր, որ ուրեմն որ իր վարույթում հայտնվի կամ մնաց, հատկապես չի գալուց հետո պահելն է ըստեյության այդպիսի հանգամանքը։ Եվ մենք գտնում ենք պատվարժան դատարան, որ դատարանը իր այս գործողություններով, ինչպես նշեցի, այնպես արել, որ այդ գործը մնա իր վարույթում, եւ այս ընդդիմության հետ կապված հարցը անկախության, անաչափության, բացակայության հետ կապված հարցը համակցության մեջ կարծում ենք, որ ամբողջությամբ ինքնին հիմք է այս ամբողջ դատական ակտը բեկանելու։ Այս առումով մենք ոնց որ առաջի խախտումը փորձենք ամփոփել եւ սկսենք քննարկել։ Պարոն Սարգսյան, քննարկվում հանցակազմի հետ կապված, որ հանցանումը ձևական հանցակազմը քննարկման առարկա չի, բայց ավարտի պահը հասցես հանցակազմի որ պահին
խոսքերը հնչեցնելու, ոչ հնչեցնելու բանի, թե հաստատի հրապարակում։ Դրանով էլ է պայմանավորված նաև հանցանքի կատարման վայրի որոշումը այդ մասով ձեր տեսակետը։ Պես է պատասխան։ Ձեր հարցը միանգամից ընդունելով ուզում եմ շատ առաջ։ Մենք ում ենք քննարկում հանցանքատարը։ Միքայել Սրբազանը թե Գալաթիվի, թե Լյուսեյանը։ Իսկ Միքայել Սրբազանը հրապարակել է։ Միքայել Սրբազանը ոչինչ չի անում։ Հրապարակել է Գալաթիվի Լյուսեյանը։ Մենք հիմա անձին իր գործողությունների եւ անգործության համար պետք է որոշենք հանցանք կատարելա թե չէ։ Այսինքն ուզում ենք հետեւյալը ասենք, որ եթե Գալաթիվին չէր հրապարակում, ընդհանրապես որոշան չէր արել։ Ճիշտ եմ հասկանում, ես հռետորական եմ ասում, հա՞։ Ուրեմն ոչ մի արարք չկա։ Արարքը իր այս խոսքի հրապարակումն է, որ իր կամքից անկախ է։ Հետևաբար այս առումով ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք ձևական հանցակազմի մասին, ձևական հանցակազմը կոնկրետ գործողության եւ անգործության կատարումն ու չկատարումն է։ Եվ անձը պետք է գիտակցի այս գործողությունը։ Ինքը սա ասել, սա ավարտվել, եթե հանցանք է։ Դրանից հետո, իսկ եթե պայմանական ասենք, օրինակի համար լրատվամիջոցը տանել Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրապարակել, այս տեսանյութը, ինչ ենք անելու։ Ամբողջ իմաստը նրանում, որ մենք պետք է կանանցի գործողությունների մասը դիտարկենք մեկ, եւ արարքի ավարտման պահը նորից եմ ասում, իր գործողությունները կատարելն է։ Թե դրանից հետո երբ հրապարակվեց, որտեղ հրապարակվեց, ում համար հրապարակվեց, իսկ կարող է մի հրապարակ։ Եթե մենք այդ դաշտ մտնենք, մեր համար ծայրը դժվար կլինի այս հարցի հետ կապված հակատակությունության մասին որևէ բան խոսել։ Եթե սպառվեցի պատասխանը լավ է, թե չէ ավելի մանրամասն հարցեր տակ պատասխան։ Ի վերջո ձեր ընկալմամբ այդ արարքը ենթադրյալ, որ մեկսագրվում է ձեր պաշտպանները, երբ ավարտվեց։ Իմ ընկալմամբ ավարտվեց կոնկրետ իր արարքը, երբ որ ինքը արարքը կատարեց։ Իրենից դուրս կատարված գործողությունները իր դիտավորության մեջ չեն կարող։ Հարցազրույցը տալով ավարտվեց։ Այո, թե դրանից հետո որ ինչ արել, եթե իր դիտավորության մեջ չի մտնում, իր գործողություններով ինքը դրան չի նպաստում, հետևաբար չի կարող վերսագրվել իրեն։ Այլ ամեն գործողության համար չեն կարող ուտել սպասանում, որովհետև ներառական ներկայացնել։ Տվյալ դեպքում այլ անձը լրատվական գայլ է։ Այսինքն վերահսկելի չի մեղադրյալի կողմից։ Այսինքն որ օրինակ համար չգիտեմ, ինքը չի ուզում հրապարակել, երբ որում ես մի փոքր առաջ պատական չի, որ մենք դատականության ընթացքում այս հարցը իսկ ուշադրության են դարձնում, իրենք ասում են սա հարցազրույց է, մեղադրանքում էլ ասած, սա հարցազրույց է, մենք ասում ենք, որ սա հարցազրույց չի, սա քննարկում է եղել, կլոր սեղանի շուրջ, Գյումրի քաղաքում, նստած քննարկում է եղել, որի ընթացքում լրատվամիջոցները նկարահանում է, այսինքն Միքայել Սրբազանը երբ որ հարցազրույց տա, այստեղ գուցե ինչ-որ քննարկումներ ունենային, որոշակիորեն։ Իսկ հարցազրույցը կոնկրետ հենց նա էր, երբ որ լրատվամիջոցը գալիս է հարց է տալիս պատասխան ակնկալելու մասին։ Բայց եթե մենք հիմա այստեղ քննարկում ենք, այս քննարկման ժամանակ ինչ որ լրատվամիջոցը նկարում, դա չի շահել հարցազրույցներից։ Դա դատանում հանդես են գալիս ելույթով, եւ այդ ելույթը տեսանկարահանվում ու հրապարակվում է։ Իսկ որ դուրս գան դատանը դալիճից դուրս ինձ գան հարցեր կան, հարցազրույց կլինի, արդեն դա։ Այստեղ անձի դիտավորության, այսինքն Միքայել Սրբազանը չեն կարող ասել, մի հրապարակեք եւ այլն։ Հետևաբար այս առումով ես կարծում եմ, որ այն գործողությունները, որի դիտավորությունից դուրս են, չեն կարող ներառվել։ Բայց մի կարևոր բան էլ ասեմ, փորձելով կանխատեսել։ Ես խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել, որ ձեր հարցը ինչ որ տալիս է, դատարանը այդպիսի բան չի ասել։ Այս շատ կարևոր բան է։ Նույնիսկ եթե ես չգիտեմ վերաքննիչ դատարանը ինչ որոշեք, պատկերացնենք, որ վերաքննիչ դատարանը գտնում է, որ գիտեք ինչ կա, ավել ոնց որ մեղադրանքի կողմն է ասում Հայաստանի Հանրապետությունն է։ Բայց դատան այդպիսի բան չի ասել, դատան ասել է բացահայտված չի։ Այս պետք է դատան այդ որոշման հիմնավորվածությունների համատեսություն գնահատենք, տեսնենք ընդհանրապես այս առումով ճիշտ է թե չէ։ Շնորհակալություն